Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում օնլայն տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը մենք շատ ավելի ենք հաճախ կարևորում, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Մարդկանց կյանքի պատմություններն են, որ մեր կյանքում շատ բան հաղթահարելի են դարձնում։ Երբ մենք հասկանում ենք, որ խնդիրը լուծելու համար ուր պետք է դիմել եւ ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով նաև կարող է մեզ ոգևորել, մեզ ամեն ինչ հնարավոր մեզ համար դարձնել, սա ամենակարևոր կետն է, որտեղից ի վերջո սկսվում է դեպի հաղթանակ տանող ճանապարհը։ Գիտեք, որ մենք հնարավորություն ու առիթներ ենք ունենում պարբերաբար զրուցել հետաքրքիր, շատ տարբերվող կանանց հետ օվկիանոսից այն կողմ։ Ասում են, որ դժվար ժամանակներն ու դժվար իրավիճակները միշտ հնարավորություն են տալիս բացահայտել քո մեջ այն, ինչ առաջին պահին անհնար էր։ Ասում են, աչքը ամենահետաքրքիր եւ ամենաշատ շերտեր ունեցող օրգանն է։ Աչքի միջոցով հնարավոր է իսկապես աշխարհում ամեն ինչ դարձնել հնարավոր եւ աչքը բացահայտելուց հետո աշխարհում քեզ համար չբացահայտված մի բան չի մնում։ Այսօր մենք զրուցելու ենք հետաքրքիր ու պրոֆեսիոնալ մասնագետի հետ, ակնաբուժ, օպտոմետրիստ Զարինե Գաբրիելյանի։ Զարինե, ես շատ ուրախ եմ, որ առիթ ունենք մենք հանդիպելու։ Ես ուզում եմ նշել, որ առաջին հանդիպումն է օվկիանոսից այն կողմ հենց ակնաբուժի հետ եւ նախնական այս փոքրիկ մեր շփման ընթացքում ես հասկացա, որ դուք սիրում եք աշխարհում ամեն ինչ այսպես հիմքից գտնել, հասկանալ ու հետո բացահայտել։ Սա վերաբերում է եւ մասնագիտությանը եւ երևի ձեր մարդկային տեսակին։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ինձ հրավիրել եք ձեր հաղորդմանը։ Իրականում դուք շատ վաղ հասակում եք, շատ փոքր տարիքում, այսինքն մեկնել եք Հայաստանից 11 տարեկանում, փաստորեն ընտանիքով մեկնել եք, բայց հրաշալի հայերեն եք խոսում եւ ձեր կարծես այսպես էությամբ շատ հայկականությունը պահել եք։ Սա երևի ընտանիքից է գալիս։ Այո, իսկապես ճիշտ է, 11 տարեկանում եմ եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Մինչ գալիս արդեն ազատ խոսում էի իհարկե հայերեն, գրում էի, կարդում էի։ Գալուց հետո ծնողներս շատ հետաքրքրված էին, որ իմ լեզուն պահեմ, շարունակեմ խոսել հայերեն։ Դա իմ ընկերների հետ, մեր շրջապատի հետ, հարազատների հետ հայերեն էի խոսում։ Հետո ավելի մեծ տարիքում հայսկուլում գնացի հայկական դպրոց։ Այո։ Այնտեղ էլ ընդ որում շատ գովասանագրեր եմ ստացել հենց հայերենի մեջ։ Իմ ուսուցիչները շատ ուրախ էին, որ կարողանում էի հայերեն խոսել։ Մենք արևմտահայերեն էինք սովորում, որ ես էլի սովորել եմ իրանց գրերը տարբերել։ Այո, դասական ուղղագրությունը, դա էլ սովորել եմ։ Ես գիտեմ, որ ձեր հայրիկի աշխատանքի հետ կապված եք մեկնել, բայց ձեր մայրը մանկավարժ է եւ այստեղ փոխտնօրեն է նաեւ եղել, այսինքն մանկավարժական այս ամբողջ դրվածքը երևի հենց այստեղից է, հա, եկել լեզվի նկատմամբ, մտածողությունը, մի քիչ ավելի մաթեմատիկական, այսպես ծրագրեր կազմելը։ Մայրս միշտ ոգևորել է, որ ուսման մեջ լավ լինեմ, ուսման մեջ առաջ գնամ։ Բացի դրանից նաև իր ամենակարևոր բանը, որ լավ մարդ դառնամ։ Կարևոր էր, որ բժիշկ դառնամ, ուզում էր ճիշտ ասած, որ բժիշկ դառնամ, մեր ընտանիքի մեջ էլ կան բժիշկներ, բայց ասում են ամենակարևորը, որ լավ մարդ դառնաս առաջինը, քո լեզուն իմանաս, քո մայրենի լեզուն իմանաս, հետո լավ բժիշկ դառնաս իհարկե։ Շատ լավ, իսկապես կարողացել է, երջանկություն է, չէ, երբ կարողանում ես այս բոլորը քո երազանքները կատարածել, Զարինե, ձեր շնորհիվ շատ շատերը իրականում կարողանում են ամենակարևորը վերականգնել, հա, աչքի լույսը։ Սա երևի մի բան է, որ անընդհատ այդ օրհնությունը դուք ստանում եք, որովհետև կարողանում եք մարդկանց իրականում այդ երջանկությունը, աշխարհը ընկալելու երջանկությունը պարգևել։ Ինչպես որոշեցիք, հա, բժշկությունը եւ հենց ակնաբուժությունն ընտրել բժշկության մեջ։ Փոքր ժամանակվանից արդեն հետաքրքրություն ունեի բժշկության նկատմամբ։ Բայց
մեծ մասամբ իմ պապիկի գլակոմայի ախտորոշումներ, շատ ուշ տարիքում հայտնաբերվեց, որ ինքը գլակոմա ունի եւ արդեն շատ դժվար ստեյջերի մեջ էր, արդեն շատ տեսողություն էր կորցրել դրա պատճառով եւ ոնց որ մեծ ազդեցություն իմ վրա թողեց, ավելի շատ հետաքրքրություն առաջացավ իմ մեջ ակնաբուժության հանդեպ, աչքերի հանդեպ։ Դրանից հետո, որ արդեն գնացի համալսարան, իհարկե փորձեցի տարբեր բաներ, զգացի, որ իսկապես հետաքրքրություն կա այդ մասնագիտության հանդեպ։ Այո։ Եվ ուրախ եմ, որ սա ընտրեցի, իսկապես սիրում եմ իմ մասնագիտությունը։ Դուք սիրում եք փաստորեն դժվար ուղղություններ ընտրել, դժվարությունները տեսնել, գտնել ու հաղթահարել։ Այո, հետաքրքրված եմ նաև դժվարությունները հաղթահարելու։ Իմ ուսումնական տարիների ընթացքում իհարկե շատ դժվարություններ կար։ Այստեղ շատ դժվար է սովորել optometry school, որ գնում ես դժվար ժամանակներ էր, իհարկե ահագին բաներ ունեի հաղթահարելու։ Բացի դրանից աչքի տեսողությունը շատ կարևոր է բոլորին, ոչ միայն նրանց որ խնդրեմ ունեն, բայց նրանք որ տեսնում են լավ, չէ, ուզում են պահպանել իրենց տեսողությունը։ Այդ կերպով շատ ուրախ եմ, որ ընտրեցի ճյուղը։ Շատ ավելի ուրախ են ձեր պացիենտները, այն մարդիկ, ովքեր ձեր շնորհիվ իսկապես հաղթահարում են աչքի հետ կապված խնդիրները։ Սիրելի հետևորդներ, մենք զրուցում ենք ակնաբուժ օպտոմետրիստ Զարինե Գաբրիելյանի հետ։ Գիտեք, աչքի հիվանդությունները ամենատարբեր, խնդիրները, ամենաառաջին պահին թեթև թվացող մինչև հատակի խորը ուսումնասիրություն, կոնտակտային ոսպնյակների լինզաների ճիշտ ընտրությունից կարճատեսություն, հեռատեսություն, ինչ որ բաներ կան, որոնք ինչ որ ժամանակ մեզ թվում էին դե նորմալ է, որ այս տարիքում կարող ես այդ խնդիրները ունենալ։ Ժամանակները փոխվել են, ակնաբուժությունը առաջ է գնում եւ շատ կարեւոր է, որպեսզի մենք ժամանակին հետևենք, չթողնենք փոքր խնդիրները, որ խորանան, որովհետեւ հետագայում դրանք կարող են իրականում լուրջ ու անդառնալի հետևանքներ ունենան։ Եվ հենց այսպիսի հրաշալի ու պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ է, որ ժամանակին ցանկալի է իհարկե ժամանակին կարելի է կանխել խնդիրները, նախ կյանքի որակը կլավանա, որովհետև այդ կարճատեսություն, հեռատեսություն, ինչ որ անհարմարություն, դիսկոմֆորտ, ոսպնյակների կրման հետ կապված, այս ամեն ինչը կվերանա, բացի դրանից դուք շատ ավելի ուշադիր կլինեք, թե ինչ է կատարվում ձեր աչքի հատակում, որովհետև սա կարող է տեսնել միայն մասնագետը։ 9 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկի հետ ենք զրուցում, ու ես պիտի խնդրեմ Զարինե, եթե կարելի է մի քիչ մասնագիտական, այս ուղղությանը անդրադառնանք, օվկիանոսից են կողմ մեր հայրենակիցները եւ ոչ միայն նրանք կարծում եմ խնդիրները ունենալու դեպքում կդիմեն ձեզ, բայց նաեւ այստեղ Հայաստանում վստահ եմ ձեր խորհուրդները շատ անհրաժեշտ կլինեն։ Փաստորեն ակնաբուժ, օպտոմետրիստ, ինչ խնդիրներով կարող են դիմել ձեզ, որոնք են այն ուղղությունները, որոնցով ավելի խորը զբաղվում եք դուք։ Ամենահաճախ հանդիպող խնդիրները իմ բնակավարում կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ եւ տարիքային տեսողության թուլացումը, պրեսբայոպիան, որոնք բուժում եմ ակնոսների կամ կոնտակտ լենզերի միջոցներով եւ երբեմն ուղարկում եմ վիրաբուժներին վիրաբուժական միջամտությունների համար։ Բացի այդ աշխատում եմ նաեւ կառավարել աչքի հիվանդությունները, ինչպիսին են, ասենք, glaucoma, macular degeneration, կատարախտը նոր ստեյջերի վրա։ Այո։ Նաև վերահսկում եմ, օրինակ, շաքարային դիաբետի պատճառով առաջացած աչքի հիվանդություններ, արյան ճնշման բարձրացման պատճառով առաջացած աչքի հիվանդություններ եւ անհրաժեշտության դեպքում ուղարկում եմ մասնագետների, ուրիշ մասնագետների։ Զարինե, փաստորեն նշեցիք, որ նաև շատ բարդ հիվանդությունների, նախնական փուլում շատ լավ ձևակերպեցի կառավարում եմ, այսինքն շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման կամ գլաուկոմայի նախնական փուլերում, այսինքն ինչքանով է կարևոր է ամբողջ ընթացքում հսկողության տակ լինել եւ հնարավոր է արդյոք հետաձգել կամ կանխել, այսինքն այնպես անել, որպեսզի ամենավտանգավոր այդ փուլերին չհասնի։ Այո, անպայման կարևոր է, որպեսզի
առաջին հերթին որ գտնենք հիվանդությունը, ախտորոշվի հիվանդությունը, բժիշկը համապատասխան բուժում ներկայացնի այդ հիվանդությունների համար, որտեղ բարդացումի դեպքում շատ դժվարություններ կան առաջացնել, մարդու տեսողությունը կարող է շատ վատանալ, նույնիսկ տեսողությունը կարող է կորցնել, նաև այս խնդիրները կարող են առաջանալ։ Զարինե, ես գիտեմ, որ դուք ինչ-որ ժամանակ հետաքրքրված եք եղել նաև վիրաբույժների հետ եք աշխատել, հա, բայց ինչպես եղավ, որ այս ոլորտը ձեզ չձգեց։ Այո, ճիշտ է, ինչ-որ ժամանակ աշխատում էի վիրաբույժների հետ եւ շատ լավ փորձ տվեց ինձ, շատ բաներ սովորեցի իրենցից եւ իրենց հետ աշխատելուց, բայց համեն դեպս որոշեցի, որ օպտոմետրիան իմ համար ավելի ճիշտ է, որտեղ ավելի ժամանակ կարող եմ անցկացնել իմ հիվանդների հետ, կարող եմ երկարատև հարաբերություններ ստեղծել իրենց հետ, ավելի երկար ժամանակով կարող եմ հասկանալ ինչ է կատարվում մարդու աչքի հետ եւ եղած ժամանակ, եթե պետք է լինում, արդեն ուղարկում եմ վիրաբույժներին։ Ինչ որտեղ մարդկային այդ վերաբերմունքի արդյունքում է երևի, որ այդ նշանակումները այդպես խիստ պահում են, սիրով են գալիս ձեզ մոտ։ Այո, իմ կարծիքով դա ամենակարևոր բանն է բժիշկի համար, իմ կարծիքով, որ դու կարողանաս այդ հարաբերությունը ստեղծել մարդու, որ ինքը քեզ առաջին հերթին հավատում է եւ վստահում է եւ դու կարողանում ես իրեն բացատրել կարևորությունը, որ պետք է հետ գա այդ մարդը, պետք է շարունակի իր կուրսը բուժման։ Դա ամենակարևոր բաներից է։ Նաեւ իհարկե դու պետք է հաճելի մարդ լինես, բարեհամբույր լինես, իսկապես սրտից կա։ Եվ ես հավատում եմ, որ մարդը իսկապես զգում է քո էներգիան։ Եթե ճիշտ եք, զգացվում է, եթե ձևական բաներ եք անում, դա էլ են զգում իհարկե։ Այո։ Միշտ ասում են, չէ, որ այսինքն այն հիվանդությունները, որոնք այսպես շատ սուր, ծայրահեղ, վիրահատական միջամտություն չեն պահանջում, այս դեպքում բժշկի իր հոգեբանական այդ տեսակից, իրենից, իր էներգիայից շատ բան է կախված։ Այսինքն դուք կարողանում եք մարդկանց համոզել, որպեսզի իրենց առողջությանը այսպես հանգիստ, առանց ագրեսիվ միջամտությունների ժամանակին հետևեն։ Իսկ սա մեծ կարողություն է։ Սա բնավորությունից է, թե մասնագիտությունից է, որտեղից եք ձեր մեջ երբեք զգացել եւ այս 9 տարիների ընթացքում առաջացել է, թե բնավորության գիծ է, որ միշտ եք ունեցել։ Երևի երկուսն էլ իմ ընտանիքից, ինչ որ սովորել եմ իմ ընտանիքից։ Այո։ Նաև ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, որ խրախուսել են, որ այդ տիպի բժիշկ դառնամ։ Եվ իմ տարիների փորձառությունն էլ է ավելի շատ ցույց տվել, որ իսկապես ճիշտ ուղին է դա իմ համար։ Պաստորեն 9 տարվա ընթացքում փոփոխությունները ակնաբուժության մեջ էլ մարդկանց, հա, զբաղվածության իրենց ուշադրություն դարձնելու մեջ էլ շատ են եղել։ Զարինե, ինչ կփաստեք դուք, որ ինչ փոփոխություն է, որն է ձեզ համար ամենաայսպես տեսանելի փոփոխությունը։ Նկատել եմ, որ ավելի աչքի հիվանդությունները եւ խնդիրները շատացել են, որտեղ էկրանային զբաղվածությունը շատ է մարդկանց։ Բոլորը հեռախոսի վրա են, համակարգերի վրա են, բոլորը ճնշում են տալի աչքին այդ կերպ։ Հատկապես ազդում է երեխաների համար, որտեղ առաջացնում է կարճատեսություն եւ ես հենց այդ գործով զբաղվում եմ, ինչով որ կարողանում եմ կոնտրոլ անել կարճատեսությունը, այսինքն աշխատում ենք, որպեսզի թվերը շատ չմեծանան, կարճատեսություն չբարդանա։ Տարբեր տեխնիկաներ կան դրա համար, հատուկ կոնտակտ լենզեր, ակնոցներ, որ կարող ենք հիմա դա անել։ Այսինքն, եթե առաջ մարդը երեխան գալիս էր -6 ակնոցի թվերով, հա, ակնոցի prescription-ով, եւ տարիների ընթացքում իհարկե ավելի բարդանում է մինչեւ 21 տարեկանը, հիմա կարողանում ենք դա կոնտրոլ անել, որպեսզի չբարդանա վիճակը։ Ուրիշ բան է, որ տեսնում ենք տեխնոլոգիայի մեջ ավելի շատ մեծ փոփոխություններ, որ ավելի ճշգրիտ կարող ենք դիագնոզ անել աչքի հիվանդությունները, նաև AI-ի միջոցով
նորություններ, նաև գենային թերապիաները, որը կիրառում են գնալով ավելի կարևոր նշանակություն է ստանում որոշակի հիվանդությունների բուժման համար։ Մենք տեսնում ենք նաև զգալի առաջընթաց կայուն դեղամիջոցների մատակարարման համակարգում, օրինակ միկրոպլանտներ, այդպիսի բաներ, որ կարող են իսկապես օգնել հիվանդին, որպեսզի ավելի քիչ տեսնեն բժիշկին։ Հա, այսինքն այս բանի միջոցով ավելի նաև այցելությունները կպակասեն։ Ահա, ասենք եթե հաճախակի պետք է դեղ կաթացնի մարդը աչքի մեջ, հիմա միկրոիմպլանտ են դնում իրենց աչքի մեջ, որ մնում է երկար ժամանակ եւ դեղը կամած լցվում է աչքի մեջ։ Սերսկումի դեղը կամած լցվում է աչքի մեջ։ Միկրոիմպլանտներ են դրանք, այո։ Այո, հետաքրքիր է, փաստորեն այս բոլոր միջոցները հնարավորություն ունեն մեր հայրենակիցները ոչ միայն նրանք հենց այս հեռախոսահամարով կարող են զանգահարել։ Զարինե, նաև դուք շատ հետաքրքիր բան նշեցիք, որ աչքի հետ կապված այն երբ որ անհանգստացնում է, արդեն դու զգում ես, որ այլևս չես կարող չդիմել, որովհետև խնդիրը խորանում է։ Այդ ժամանակ դիմում են, բայց կան ինչ-որ նշաններ, ախտանշաններ աչքի հետ կապված խնդիրների, որոնք գուցե շատ խորը չեն, բայց դրանք նշան են, որ անպայման դիմեն մասնագետին, դիմեն բժշկի։ Ես իմ հիվանդներին էլ ասում, եթե զգում եք ինչ-որ մի բան այն չի ձեր աչքի հետ, մի սպասեք, մի երկարացրեք, մի անգամից դիմեք աչքի բժշկին։ Օրինակ աչքի տեսողության նվազումը, կարմրություն, ցավ, բորբոքվածություն, երկտեսողություն, փաթիլներ աչքի մեջ, որոնք լույսի հետ են հայտ գալիս, լույսի հանդեպ գերազգայնություն, միևնույն ժամանակ ուշադրություն եմ դարձնում, ասենք, համընդհանուր առողջական վիճակներին, դիաբետին, բարձր արյան ճնշման ժամանակ, կամ ասենք, եթե վահանագեղձի խնդիրներ ունեն, ավելի ուշադիր ենք նայում աչքին, որտեղ իսկապես կարող են աչքի խնդիրներ առաջացնել նրանք։ Փոքր բաներ, որ կարող է լինել, որ իրականում մեծ բան կարող է դուրս գալ, ասենք, աչքերի հոգնածություն կամ կարդալու խնդիրներ կամ գիշերային տեսողության վատացումը, բոլորը կարող են վկայել լուրջ խնդիրների մասին։ Իմ նպատակը աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերումն է ու կանխարգելումն է։ Դրա համար միշտ խորհուրդ եմ տալիս, որ չսպասել ախտանիշների վատացմանը։ Այո, միշտ աչքի բժշկին։ Այո, միշտ ժամանակին եւ Զարինե, նաեւ աչքի միջոցով, չէ, աչքի հետ կատարված այս փոփոխությունների միջոցով կարող է մարդը նաեւ իմանալ, չէ, բավական լուրջ հիվանդությունների մասին։ Եղել է ժամանակ, ցավոք, որ հայտնաբերել ենք աչքի միջոցով հայտնաբերել ենք շաքարային դիաբետ, հայտնաբերել ենք ճնշման խնդիրներ, նույնիսկ քաղցկեղներ, որ հասել են աչքին, կամ հենց աչքի մեջ քաղցկեղներ։ Դրա պատճառով մարդը շուտ բժշկական օգնություն է ստացել, որտեղ եկել են աչքի քննության եւ հայտնաբերվել են այս հիվանդությունները եւ ճիշտ ժամանակ գնացել տեսել իրենց բժշկին։ Կարող են այս հեռախոսահամարը, որ հիմա տեսնում են, կարող են զանգահարել, հա, նախապես գրանցվել, այսինքն այդպես սահմանափակումներ տարիքային չկա։ Սահմանափակումներ չկան 5-ից բարձր, այո, տարիքային գրուպի մեջ։ 5-ից եթե մեծ է երեխան, կարող եմ տեսնել, դրանից հետո սահմանափակում չկա։ Նախապես զանգահարում են, գրանցվում են եւ արդեն դուք ժամ եք նշանակում, կարող են դիմել ձեզ։ Այո, նախընտրելի է, որ զանգահարեն, ժամ վերցնեն եւ տենց կան տեսնեն, որտեղ շատ ժամանակ շատ ծանր գրաֆիկով եմ աշխատում եւ դժվար է լինում, որ այդ մարդը, որ գալիս է առանց appointment-ի, առանց ժամի, տեսնեն։ Այո, բնականաբար։ Շատ ժամանակ կսպասեն այդ դեպքում։ Ասում եմ, որ լավ խոսքն էլ բժշկելու հատկություն ունի։ Երբ որ մարդը հիվանդություն ունի, նույնիսկ աչքի հիվանդությունների դեպքում, ինձ թվում է նայում են, որ ոգևորվեն, որ հույս կա, որ կարող են լավանալ, որ կարող են ապաքինվել, հա։ Այդ հույսը բոլորս փնտրում ենք։ Եվ որպես բժիշկ, որտեղ հիվանդը հավատում է քեզ, հիվանդը վստահում է քեզ, երբ որ դու իր մեջ հավատք ու հույս ես կարողանում մտցնել, ինձ թվում է շատ մեծ գին ունի
Այո։ Շատ մեծ նշանակություն ունի։ Այո, իսկապես մեծ նշանակություն ունի։ Զարինե, մեր կյանքի երևի բոլոր ասպարեզներում, հա, բոլոր ոլորտներում է այդպես։ Մենք միշտ ուզում ենք ինչ որ բան հաջողենք, միշտ ամենակարևորը հույսը պահենք, հա։ Դուք նաև երկու հրաշքների մայր եք, փաստորեն, երկու հրաշք աղջիկներ ունեք, եւ ես չեմ պատկերացնում, որ ինչպես է հնարավոր այս ամենը համատեղել, այսքան հրաշալի տեսք ունենալ, երեխաներ, ընտանիք, նաև այսքան պատասխանատու աշխատանք։ Շնորհակալություն իհարկե, իրոք դժվար է այդ բալանսը գտնելը շատ դժվար է, համատեղ ամեն ինչը անել եւ լավ անել, իսկապես դժվար է։ Այո։ Որտեվ բոլոր տեղերում ուզում ես քո ամենալավը անել, չէ՞, երեխաներիդ հետ որակյալ ժամանակ տալ, կենտրոնացված վիճակը տալ հիվանդներիդ։ Ընտանիքին իհարկե նույն ձևի ուզում ես ամենալավը տալ ընտանիքիդ, բայց իմ համար ունեք իմ օպտոմետրիան ոնց որ իմ սիրտն է, բայց ընտանիքը ինձ հոգին է, ճիշտ ասած, տենց զգացում ունեմ։ Այո։ Այս վերջերս սկսել եմ social media-ի վրա ավելի reel-եր սարքել, վիդեոներ սարքել, եւ դա ավելի կրթական process է կրթելու համար իմ դիտողներին եւ նաեւ բացի դրանից էլ կարողանում եմ կապ ստեղծել իմ հիվանդների հետ։ Հիվանդների շատ հետաքրքիր է։ Ավելի շատ մարդիկ են ճանաչում, ավելի շատ մարդկանց հետ եմ կարողանում կապ ստեղծել դրա միջոցով։ Այսինքն սա էլ մի նոր ուղղություն է, որը փաստորեն հիմա ձերն եք դարձնում, բայց նաև այդտեղ կարելի է տեսնել, որ սոցիալական մեդիայի միջոցով նաև դուք սիրում եք այսպես անընդհատ խորհուրդներ տալ, ինչ որ մի դրական բան հաղորդել, ասենք գիտելիքներ, տեղեկատվություն տարածել, բաց մարդ եք, սիրում եք այն ինչ որ գիտեք, սիրով տարածել, հա, ձեր շրջապատի հիվանդների, նաև ձեր մտերիմներին տեղեկացնել։ Այո, դրա միջոցով հույսով եմ, որ ինչ որ մեկին կարող եմ ինչ որ մի ձևով օգտակար լինել։ Կարող եմ մի բառ լսեն եւ որոշեն, որ դրա պատճառով իսկապես աչքերը պետքա ստուգվի։ Կարող է խնդիրը լուրջ է, կամ մի հատ հասարակ խորհուրդ կարող եմ տամ եւ դա կարող է մարդը վերցնել եւ օգտագործել իր կյանքի մեջ եւ լավ result լինի, լավ պատասխան ունենա։ Այո, արդյունքները լավը լինեն։ Շատ լավ, իսկ ժամանակի պլանավորման ինչ որ հատուկ մեթոդ ունեք, թե չէ։ Ուղղակի ժամանակի առմամբ ճիշտ դասավորելը ժամանակը, առաջնայինը որն է, երկրորդայինը որն է, այդ ժամանակ կարողանում ես դասավորես, ոնց որ քո գրաֆիկան, հա։ Ահա։ Նաև խրախուսանքը ուրիշների կողմից որ լսում ես քո հիվանդը, որ ասում է, որ ձեր պատճառով էր, որ ես իմ աչքերը, լավացան, ձեր պատճառով է, որ ես գալիս եմ աչքի բժշկի, ձեր պատճառով է, որ տեսա ձեր վիդեոն եւ որոշեցի, որ գնամ աչքս ստուգեմ։ Թեկուզ իմ հետ չէ, բայց որոշել եմ ստուգվել, ինչ որ մի խնդիր ա դուրս եկել եւ ժամանակին այլն ինչ որ պետք էր անել, էլի։ Այո։ Սրանք բոլորը փաստորեն փոքր այսպես հաղթանակներ են, որոնք ոգևորում են մարդուն, մոտիվացնում են։ Այո։ Այո։ Զարինե, նաև դժվարությունների մասին դուք չխոսեցիք, մի պահ միայն այդ ուսումնառության, սովորելու ընթացքում չեք սիրում դժվարությունների մասին խոսել, բայց միշտ սիրում եք հաղթահարել դրանք։ Չեմ սիրում կենտրոնանամ դժվարությունների վրա, որտեվ երկար բարակ մտածել դժվարությունների մասին միայն ավելի հոգնածնում է մարդուն, ավելի ցած է բերում, ոնց որ ավելի կամենում եմ լավ բաների մասին մտածել, հաղթանակների մասին մտածել, լավ իրավիճակների մասին մտածել։ Դժվարությունները մարդու համար է իհարկե, բոլորս դժվարությունների մեջով ենք անցնում, բարդությունների մեջով ենք անցնում, բայց կարևոր է նա, որ կարողանաս հաղթահարես այդ բանի միջից դուրս գաս։ Այո։ Ճիշտ լուծում գտնել, ամեն ինչ լուծում ունի, մի խոսքով։ Այո, ամեն ինչ ունի։ Հավատում եմ, որ ամեն ինչի համար լուծում կա։ Ուղղակի պետք է մի քիչ մտածելակերպն էլ փոխել դրա հանդեպ։ Այո։ Շատ հետաքրքիր
միտք ասած Զարինեն, իսկապես ամեն ինչ լուծում ունի, պետք է կարողանաս քո մտածելակերպը փոխես։ Դուք գիտեք, որ եւ Հայաստանում, աշխարհում, բայց Հայաստանում հիմա հատկապես կանայք շատ ունեն մոտիվացիայի պակաս, հա։ Եթե զգում են, որ էլ ուժ չունեն, պատրաստվում են հանձնվել, ինչ կասեք բոլոր այդ մարդկանց, հատկապես կանանց, որ չի կարելի հանձնվել, պետք է առաջ գնալ, որ ճանապարհով կարելի է սա իրականություն դարձնել։ Չէ, հանձնվել չի կարելի, պետք է առաջ գնալ, ուժեղ, կազմակերպված եւ ինքդ քեզ պետք է հավատաս։ Եթե Աստծուն հավատում եք, Աստծուն հավատացեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հույսը պահեք, հույսը շատ կարևոր է։ Այո։ Ամեն ինչ լավ է լինելու։ Եթե ինչ որ խնդիրներ որ հիմա ունեք, հավատացեք 5 տարի հետո շատ նվազ բաներ են լինելու քո համար։ Այո։ Միշտ լավ բաներ մտածեք, լավ մարդկանց հետ ձեզ շրջապատեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Այո, 5 տարի հետո երբ հետահայաց նայես կհասկանաս, թե ինչ փոքր բանի համար ինչքան մեծ դժվարություն ես ունեցել, ինչքան մեծ հիասթափություն ես ապրել։ Շատ շնորհակալ եմ Զարինե, ինձ իրականում շատ հաճելի էր։ Սա այն դեպքն է, որ ես շատ անկեղծ կուզեի, որ դուք Երևանում լինեիք, մենք այստեղ միասին զրուցեինք, որովհետև եւ ձեր այդ դրական տրամադրվածությունը եւ այդպես զուսպ, հա, մասնագիտական ու նաեւ մարդկային, հա, զուսպ ձևակերպումների մեջ այդ խորը ու կարևոր մտքերը ինձ թվում է, որ ձեզ հետ ոչ միայն հաճելի է որպես բժիշկ շփվել, այլև ուղակի զրուցել, որովհետև դուք ստիպում եք մարդկանց կարճ մի նախադասության միջոցով իսկապես աշխարհին ուրիշ կերպ նայել։ Շնորհակալ եմ, ինձ շատ հաճելի էր։ Շնորհակալ եմ ձեզանից էլ, շատ ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ։ Շնորհակալ եմ, որ այս հնարավորությունը ինձ տվեցիք եւ ձեր ջերմ ընդունելության համար։ Ես եմ շնորհակալ, Զարինե։ Իսկապես շնորհակալ եմ, ես մեծ հույս ունեմ, որ առաջիկայում այս թող կամ հաջորդ տարի մենք հնարավորություն կունենանք այսպես առերես ավելի մոտիկից հանդիպել այստեղ Հայաստանում։ Շնորհակալ եմ շատ, ձեզ մեծ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, իրականում լինում են իսկապես դեպքեր, լինում են հանդիպումներ քո կյանքում, երբ դու հասկանում ես, որ իսկապես շատ կարևոր է, որ աշխարհի ինչ որ մի անկյունում, թեկուզ օվկիանոսից այն կողմ կա այսպիսի մարդ իր տեսակով, էներգիայով, իր պրոֆեսիոնալիզմով, աշխարհին, կյանքին, իրադարձություններին նայելու շատ տարբերվող ու շատ դրական հայացքով։ Գիտեք, հիվանդների, երբ իրենց խնդիրներից զատ կարողանում են հասկանալ, որ իրականում դիմացինը ոչ միայն շատ պրոֆեսիոնալ բժիշկ է, այլև մարդ է, ով կարողանում է օգնել իրենց այս աշխարհին մի քիչ ուրիշ հայացքով նայել, սա ամենամեծ ու ամենակարևոր տարբերությունն է հենց պրոֆեսիոնալի եւ այն պրոֆեսիոնալի, ով նաեւ իր տեսակով ոգևորող է ու մոտիվացնող։ Մենք այսօր հենց այսպիսի պրոֆեսիոնալի հետ էինք զրուցում, ակնաբուժ օպտոմետրիստ Զարինե Գաբրիելյանի։ Եթե դուք ունեք խնդիրներ, հեռախոսահամարը պարբերաբար տեսնում եք օվկիանոսից այն կողմ մեր հայրենակիցները, իհարկե ոչ միայն նրանք, բայց մեր լսարանը հիմնականում մեր հայրենակիցներն են, նրանք կարող են դիմել իսկապես փոքր խնդիրների դեպքում, սկսած կարճատեսություն, հեռատեսություն, աչքի հատակի հետ կապված ամենամանրամասն ուսումնասիրություն, ինչ որ բան, որը ձեզ անհանգստացնում է, հա, այստեղից է պետք սկսել, որովհետև փոքր շտկումների միջոցով դուք կարող եք իրականում ձեր կյանքի որակը երկար պահել շատ բարձր մակարդակի, սա շատ կարևոր մի բան է։ Բացի դրանից, բոլոր նրանք, ովքեր այնտեղ չեն եւ այսպիսի մասնագիտական աջակցության խնդիր չունեն, կարծում եմ այսօրվա մեր զրույցից մի քանի հիմնական ու կարևոր կետեր վերցրեցին։ Չի կարելի երբեք դժվարությունների վրա ժամանակ ծախսել, կենտրոնանալ, դժվարությունները երևի նրա համար են, որ հաղթահարես։ Ես ուզում եմ, որպեսզի մեր կյանքում
կյանքում այսպիսի Զարինե Գաբրելյանի նման մարդիկ շատ լինեն, որպեսզի կարողանանք աշխարհում փոքր բաներին նաև ավելի պայծառ, դեմքով ու դրական զգացողությամբ նայել, որպեսզի փոքր բաներով կարողանանք ուրախանալ, որովհետև այս աշխարհում երջանկությունը ամենուր է, մեր շուրջն է։ Մեզ ուղղակի անհրաժեշտ է շատ լավ ճշգրիտ տեսողություն երջանկության փոքր հատիկները տեսնելու համար։ Ուզում եմ, որպեսզի այդ զգացողությունն ունենանք ամեն օր ու վայելենք օրը, որովհետև կյանքը ի վերջո այս օրերից բաղկացած մի շղթա է։ Յուրաքանչյուրը կարևոր է, իսկ բոլորը միասին մեզ դարձնում են ավելի երջանիկ։ Ուզում եմ, որ հենց այսպես երջանիկ լինեք։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։